Ավետիք Իսահակյանի նվիրված գիտաժողովը բանասիրական գիտությունների դոկտոր Սոկրատ Խանյանը առանձնացնում է ամբիոնի կազմակերպած միջոցառումների շարքում, առանձնացնելու պատճառն էլ Ավետիք Իսահակյանի հանճարն է եւ գրական ժառանգությունը։ 1915 թվականին, երբ Վալերի Բրյուսովը ցանկացավ ստեղծել հայ պոեզիայի ժողովածուն անթոլոգիան, նա Ավետիք Իսահակյանի բանասիրներից մի փունջ տվեց Ալեքսանդր Բլոկին, հզոր մի բանաստեղծ, եւ Ալեքսանդր Բլոկը զարմանքով ու հիացմունքով բացականչեց. այսօր Եվրոպայում Ավետիք Իսահակյանի նման տաղանդավոր բանաստեղծ չկա։ Բանասիրական ֆակուլտետի 4-րդ եւ առաջին կուրսերի ուսանողներն այսօր անդրադարձան ինչպես վարպետի կյանքին ու գործունեությանը, այնպես էլ վերլուծեցին նրա քնարերգությունը, հայրենասիրական պոեզիան, սիրային ու տխրության երգերը եւ իհարկե Աբուլ Ալամահարի պոեմը։ Անդրադարձ եղավ նաեւ Իսահակյանի Արցախյան այցերին։ Բանաստեղծը Արցախ եկել է 2 անգամ՝ 1910-ին արմատներով Շուշեցի Սոֆի Քոչարյանի հետ ամուսնությունից հետո եւ 1948 թվականին, երբ եկավ բարեկամների հետքերը գտնելու եւ գտավ կործանված Շուշին ու հլու հնազանդ Ստեփանակերտը։ Շատ հետաքրքիր էր վարպետի հետևյալ տողերը։ Մեռնենք էլ, չենք խառնվի իրար հետ։ Հայ, վրացի, թուրք տարբեր ենք։ Սոցիալիզմը չի կարող միացնել նրանց, նա կարող է նրանց ոչնչացնելով միայն միացնել։ Իսահակյանի գրական ստեղծագործությունների վերածված մտածումները այսօր էլ արդիական են։ Նա կանխազգաց Արցախի կեղծ ինքնավարության թոթափման անհրաժեշտությունը, այլև այլ շատ հարցերում նրա ձևակերպումները մնում են հուշող առաջնորդող։ Իսահակյանը բանաստեղծ, Իսահակյանը արձակագիր, Իսահակյանը հեղափոխական, Իսահակյանը ազգագրագետ, Իսահակյանը թարգմանիչ, Իսահակյանը հրապարակախոս, բոլոր բնագավառներում նա ասել է այնպիսի խոսք, որ բոլոր դարերի համար է, հետաքրքրել է բոլոր սերունդներին։ Այստեղից էլ նրա ստեղծագործության առաջիկա դարերում գործառական նշանակությունը չհնացող բանաստեղծ է նա։ Լուսինա Ավանեսյան, Մերուժա Մարտիրոսյան, օր։